Հանցանքի հետքով հաղորդաշարը շարունակում է իր ակտիվ գործունեությունը հանցագործությունների կանխման ուղղությամբ, չէ որ իրազեկ և տեղեկացված քաղաքացին պաշտպանված է հնարավոր բոլոր ոտնձգություններից։ Քննչական կոմիտեի կողմից ներկայացված հերթական հանցագործության բացահայտումը վերաբերում է պաշտոնատար անձի, ով այս ընթացքում հասցրել է բազմաթիվ գործերով ներգրավվել որպես մեղադրյալ։ Եվ ուրեմն, քննչական կոմիտեն բացահայտել է մի պատմություն, որտեղ նախկին քաղաքապետը եւ նրա մերձավորները մեղադրվում են հողատարածքների օտարման եւ փողերի լվացման մեջ։ Խոսքը ոչ թե մի քանի քառակուսի մետրի մասին է, այլ հազարավոր քառակուսի մետր կրթական նշանակության հողերի, որոնք ըստ վարույթն իրականացնող մարմնի ձևական աճուրդների եւ կեղծ արկուվաճառքների միջոցով անցել են նրանց։ Փաստաբանների խոսքով սա հերթական անհեթեթ քրեական հետապնդումն է, որն անխոս ավարտվելու է արդարացման դատական ակտով։ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ հարուցված քրեական գործը, որը վերաբերում է կրթական հաստատությունների հողատարածքների օտարումների գործընթացին, վերջին ամիսներին դարձել է ոչ միայն իրավական, այլև քաղաքական վեճի կենտրոն։ Գործի քննությունը ընդգրկում է ապօրինի հողերի առանձնացում, աճուրդներով ձևական վաճառք եւ հետագա սեփականաշնորհում, իսկ մեղադրանքները ներառում են պաշտոնեական լիազորությունների չարաշահում, փողերի լվացում եւ համայնքային գույքի յուրացում։ Հասարակության համար հարցը մնում է երկակի, արդյոք գործը վկայում է համակարգային կոռուպցիայի մասին, թե պարզապես իշխանության ու նախկին պաշտոնյաների միջև քաղաքական բախման հերթական դրսևորումն է սա։ Դեռևս 2021 թվականին արդեն իսկ հրապարակվել էր Տարոն Մարգարյանի եւ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների դեմ մեղադրանք պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով։ Դրանք վերաբերում էին նույն բնույթի գործողությունների, դպրոցների եւ մանկապարտեզների հողերի սահմանների ճշգրտում, աճուրդների կեղծ կազմակերպում ու մերձավորներին վաճառք։ Այսօրվա մեղադրանքները կարելի է դիտարկել որպես այդ գործի շարունակություն կամ նոր փուլ։ Այս անգամ ընդգծվում է փողերի լվացման դրույթը։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի նախկին քաղաքապետը եւ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը, ունենալով մտերիմ փոխհարաբերություններ, շահադիտական դրդումներով եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները եւ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Երևան քաղաքի Բեկնազարյան 5 հասցեում գտնվող Երևանի թիվ 185 հանրակրթական դպրոց պողակին հատկացված անհատույց օգտագործման իրավունքով հատկացված պետական սեփականությունը հանդիսացող հողատարածքից հողակտորներ առանձնացնելու եւ իրենց մերձավորներին օտարելու նպատակով կազմակերպել են դպրոցի սահմանների վերաճշտման գործընթաց, որի արդյունքում կազմվել է նոր տեղագրական հանույթ եւ հատակագիծ։ Կազմված նոր հատակագծով դպրոցի սահմաններից դուրս է թողնվել պետական սեփականություն հանդիսացող 1939 քառակուսի մետր մակերեսով հողատարածք, որը փաստացի պետության գույքային ֆոնդից դուրս բերվելուց հետո ներառվել է քաղաքապետարանի գույքային ֆոնդում։ Ապա այդ գույքի հանցավոր ծագումը, դրա իրական պատկանելիությունը թաքցնելու եւ խեղաթյուրելու միջոցով գույքը օրինականացնելու, օրինական գործունեության շղարշի ներքո լեգիտիմացնելու նպատակով կազմակերպվել է գույքի մասնատումը, բաժանումը տարբեր առանձին գույքային միավորների, որոնց վերաբերյալ հայտարարվել են աճուրդ վաճառքներ, տեղի ունեցած ձևական աճուրդների եւ դրանց հաջորդած ձևական քաղաքացիական այլ գործարքների արդյունքում դպրոցապատկան այդ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք են ձեռք բերել հիշյալ պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված նաև մերձավոր ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք։ Վարույթն իրականացնող մարմնի խոսքով մի շարք դպրոցների ու մանկապարտեզների հողամասեր առանձնացվել են։ Այդ հողերը աճուրդներով օտարվել են, հետո ձևական նվիրատվությունների ու վաճառքների միջոցով դարձել մասնավոր անձանց սեփականություն։ Համանման գործընթացներ տեղի են ունեցել նաև Երևան քաղաքի այլ ուսումնական հաստատությունների տարածքների վերաբերյալ եւս, մասնավորապես Երևան քաղաքի Աճարյան 40 հասցեում գտնվող Երևանի թիվ 16 հատուկ դպրոց պողակի զբաղեցրած տարածքից առանձնացվել եւ օտարվել է շուրջ 3600 քառակուսի մետր հողատարածք կրկին ձևական աճուրդների միջոցով,
Մյուս դեպքում նմանատիպ գործընթաց կազմակերպել եւ իրականացվել է Երևան քաղաքի Ավանեսով 16 հասցեում գտնվող Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքի մասով, մասնավորապես նշված ուսումնական հաստատության տարածքից երկու առանձին տարբեր ժամանակահատվածներում տարբեր գործընթացների արդյունքում առանձնացվել եւ ձևական աճուրդով օտարվել են առաջին դեպքում 575 քառակուսի մետր մակերեսով հողատարածք, երկրորդ դեպքում 863 քառակուսի մետր հողատարածք։ Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 3 հոդվածներով, այդ թվում փողերի լվացման, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման համար։ Քրեական վարույթով կատարված լայնածավալ ապացուցողական եւ վարույթային այլ գործողությունների կատարման արդյունքում որոշում են կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել թվով 16 անձանց նկատմամբ, այդ թվում իմ կողմից նշված պաշտոնատար անձանց նկատմամբ եւ նրանց հետ փոխկապակցված անձանց, որոնց նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ, վարչական հսկողություն, գրավ բացակայելու արգելք։ Մասնավորապես Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով 4 դրվագ, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով եւ 441-րդ հոդվածի առաջին մասով։ Ինչ վերաբերվում է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետին, ապա վերջինիս նկատմամբ իրականացվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով։ 2025 թվականի օգոստոսի 35 քրեական վարույթով նախաքննությունը ավարտվել է, կազմվել է մեղադրական եզրակացություն, որը քրեական վարույթի նյութերի հետ միասին ուղարկվել է հսկող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Մարգարյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները։ Փաստաբան Բենիկ Գալստյանը, որը պաշտպանության դերում հանդես է գալիս Տարոն Մարգարյանի օգտին, բազմաթիվ առիթներով հայտարարել է, որ այս քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի եւ իրավաբանության հետ հարաբերական կապ չկա։ Փաստաբանը հարց է բարձրացնում. ինչու քննիչներն ու դատախազությունը միայն 4 տարի անց են սկսել փողերի լվացման մեղադրանքի հայտ տալ։ Այն դեպքում, երբ մեղադրանքը կապված է տարիներ առաջ արված գործողությունների հետ, ավելին այն պարագայում, երբ նախանշված գործով արդեն իսկ ընթանում էին դատական պրոցեսներ։ Տարբերություն շատ բազմաթիվ գործերի, որտեղ ուղղակի քրեական հետապնդում է իրականացում անձի նկատմամբ, այնուհետև որոշակի ժամանակահատված հետո ինչ որ այլ տարեր են գտնում նորից քրեական հետապնդում է իրականացում, այս դեպքում ունենք մեկ այլ իրավիճակ, որը իմ կարծիքով թերևս առաջի դեպքն է եւ այս պայմանությամբ այլ պրեցեդենտներ չունեն։ Խոսքը վերաբերում է մի քրեական գործի, որը հարուցված է եղել դեռևս 2018 թվականին։ Հիշյալ քրեական գործի շրջանակներում քննարկման առարկա է եղել բազմաթիվ անշարժ Երևան քաղաքի տարածքում, ի վերջո 3 առանձին վերջացած անշարժ գույքերի մասով դեռևս 2021 թվականի փետրվար ամսին իմ պաշտպանելին ներկայացվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձնարար կատարելու համար, ըստ որի վերջինս չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, որի արդյունքում իբրև թե հիշյալ գույքերը ոչ օրինական հիմունքներով Երևան քաղաքի Գույքային ֆոնդից դուրս են եկել եւ անցել են այլ անձանց։ Հիշյալ մեղադրանքը, ինչպես նշեցի, դեռևս առաջադրվել է 2021 թվականի փետրվարին, հիշյալ մեղադրանքով 2021 թվականի վերջում արդեն քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Ու այս երկար ժամանակ քրեական գործով իրականացվել է արդեն դատաքննություն։ Դրանից հետո արդեն 2025 թվականին նույն գույքերի մասով, չգիտես ինչու, վարույթն իրականացնող մարմինը որոշել է իրենց վարույթում գտնվող նույն քրեական գործի շրջանակներում, որով անջատված մասեր ուղղակի գտնվում, որը վերաբերում էր մեկ այլ անձի, ով որքանով որ ես եմ տեղյակ, գտնվում էր հետախուզման մեջ։ Այդ անջատված մասով որոշում են, որ բացի նրանից, որ իրականացվել է պաշտոնական լիազորությունների չարաշահում, իրականացվել է նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների
օրինականացում, ավելի կոնկրետ փողերի լվացում, ավելի հայտնի այսպես ասած, որը իմ կարծիքով պարզապես ոչ միայն անթույլատրելի է, այլև զավեշտ տալի է, որովհետև մենք ունենք մի այսպիսի իրավիճակ, որ 2021 թվականի դրությամբ ինչ որ քննվել էր քրեական գործով, ինչ ապացուցողական բազա կար, նույն ապացուցողական բազան առանց որևէ ավելացման առկա էր 2025 թվականի դրությամբ։ Զուտ, չգիտես ինչու, որոշել են որակումը ավելացնել ու նշել են, որ հիշյալ գույքերի մասով նաև իրականացվել է փողերի լվացում, փողերի լվացմանը առնչություն է ունեցել իմ պաշտպանյալը։ Այստեղ մենք ունենք շատ լուրջ խնդիր, իմ կարծիքով։ Ստացվում է, որ որոշակի ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր անձի նկատմամբ մեղադրանքի առկայության պայմաններում դատարանում վարույթն իրականացնող մարմինը ունենալով անջատված մաս, որը վերաբերելի չի հիշյալ անձին, տեսնելով կամ ինչ նպատակներից ելնելով կարող է ավելացնել մեղադրանք մեկ այլ հոդվածով։ Այսինքն, եթե մենք այս դրամաբանության մեջ գնանք, միգուցե մի 4 տարի հետո նույն քրեական գործի շրջանակներում որոշեն, որ իմ պաշտպանյալը կատարել է եւս մեկ այլ հանցավոր արարք։ Ինչը իմ կարծիքով ոչ միայն զավեշտ տալի է ինքնին, ոչ միայն չի գնում իրավաբանության հետ որևէ գծերի մեջ չի հատվում, այլև ուղղակի խախտում է անձի իրավունքները, անձի սահմանադրական իրավունքները, անձի կոնվենցիոն իրավունքները։ Ի վերջո մենք ունենք կրկին անգամ դատվելու արգելք կոչված երևույթը, որը այս պայմաններում լիովին եւ ամբողջությամբ անտեսվել է։ Ինչպես արդեն հայտնի է, մեղադրանքներ են առաջադրվել նաև Պետգույքի կառավարման նախկին ղեկավար Արման Սահակյանին եւ գործով ներգրաված մի շարք այլ անձանց։ Գործին ներգրաված փաստաբանների խոսքով տեղի ունեցող զարգացումները հուշում են, որ իրավական գործընթացը ըստ էության դուրս է եկել զուտ իրավական հարթությունից եւ տեղափոխվել քաղաքական դաշտ, որտեղ հարցականի տակ է դրվում դատական համակարգի անկախությունն իրավապահ մարմինների անաչառությունը։ Կրկին քրեական հետապնդում է հարուցվել, այս անգամ արդեն փողերի լվացման տեսանկյունից, իբրև թե հանդիսանելով գույքի կառավարման վարչության պետ, ինչ որ պաշտոնական լիազորությունների չարաշահման արդյունքում նպատակ ունենալով այդ հողամասի որոշակի մասը նաև ձեռք բերել իր հարազատների անուններով, ըստ էության փողերի լվացումը կատարել։ Տեսեք ինչ է իրականում տեղի ունեցել։ Այդ գույքը, որը խոսքը վերաբերում է դպրոցի գույքին, մոտ 7700 քառակուսի մետր գույքը պատկանում է պետությանը, շենքը, իսկ հողը չի պատկանում պետությանը։ Տեսեք, խնդիրը ինչն է։ Հողն էլ եղել է մոտ, եթե այս բանը չեմ հիշում, մոտ 1 հեկտար կամ մի քիչ ավել։ Հողը պատկանել է համայնքին։ Հիմա տեսեք, որպեսզի կարողանան ճշգրտում կատարեն տարածքը, դպրոցի տնօրենը դիմել է Արման Սահակյանին եւ որ գույքի ճշգրտման հետ կապված պետք է ճշգրտում իրականացվի եւ հողը կանոնան վերցնեն պետության բալանս։ Առաջ անցնելով ասեմ, նշեմ, որ այո, ճշգրտումը անելուց հետո տարածքների, այո, այդ հողն էլ արդեն դարձել պետական սեփականություն։ Այս ժամանակ ի սկզբանե ոնց որ շինությունը պատկանում է պետությանը, բայց տակի հող պատկանում է համայնքին։ Ճշգրտման արդյունքում այդ հարցը կարգավորվել է, այսինքն իմ պաշտպանյալ Արման Սահակյանը բացի այդ դիմումը ուղարկել Երևանի քաղաքապետան, ուրիշ ոչինչ չէր կարող անել։ Մեղադրող կողմը հստակ պետք է ցույց տա, թե ինչպես են աճուրդները խախտել օրինականությունը եւ որքան է եղել պետությանը հասցված իրական վնասը։ Հիշեցնենք, որ Մարգարյանը դեռևս 2018 թվականից խոսում էր քաղաքական հետապնդման մասին։ Նա բազմիցս հայտարարել է, որ իշխանությունը փորձում է դատական գործերը օգտագործել ընդդիմադիր գործիչների դեմ։ Նույնիսկ խորհրդարանում նա կոչ էր արել գործընկերներին մասնակցել իր անձեռնմխելիությունից սրկման քննարկմանը, այն անվանելով քվեարկության կրկես։ Քրեական մի խճճված գործ, որով անցնում են մի շարք անձինք, այդ թվում մեղադրանքների շարք կապված օժանդակող անձանց հետ։ Այս դրվագների մասով պաշտպանները շատ ասելիք չունեն։ Միակ հարցադրումը, որ մնացել է օդում կախված, ապացույցներն են, որոնք իրենց ողջ ծավալով ըստ փաստաբանների իրավական տեսանկյունից ոչնչի մասին են։ Մենք ունենք մի իրավիճակ, որ ըստ վարույթ իրականացնող մարմնի, ում որ օժանդակել էին պաշտպանյալը, անգամ այդ անձի գործողություններում հանցակազ պարունակող արարք չկա, ուր մնաց թե խոսք գնա իմ պաշտպանյալի օժանդակելու մասին։ Մեղադրանքի հիմքում ընդհանուր առմամբ նույն է բովանդակ եւ ստանդարտ իրավիճակ կա, սա նույնն է թե պայմանական ասենք պարոն Մարգարյանից հետո ով քաղաքապետ է եղել կամ նո ըստ էության արդեն քանի քաղաքապետ որ փոխվել է յուրաքանչյուրը կարող մեղադրեն։ Այսինքն եթե պարզապես ինչ որ մի հատ
առաջին դեմքի մակարդակով ունենա որոշակի հակամարտություն, հա, ըստ էության նման պաշտոն զբաղեցած անձանց հետ, բոլորին կան մեղադրանք առաջադրեն եւ ըստ էության բոլոր գործարքները ենթարկեն վիճարկման։ Ընդհանրապես ես մի կարևոր հանգամանք նշեմ, այդ 12-13 թվականն է, որտեղից չէին կարող կանխորոշել, հա, մինչեւ 18 թվական։ Որևէ գույք չի վաճառվել, որևէ գույք այլ անձի անունով չի անվանափոխվել, նույնիսկ 18 թվականից հետո։ Այդ գույքերի նկատմամբ փաստացի արգելանք սահմանվել է 2025 թվականից եւ այդ ընթացքում նույնիսկ լինելով փաստացի քննության օբյեկտ այդ 7 տարիների ընթացքում ոչ իմ պաշտպանյաները, ոչ էլ որքան որ քրեական վարույթի նյութերն են ուսումնասիրում մյուս դրվագներով, որևէ մեկը ձեռնամուխ չի եղել այդ գույքերը մեր 3-րդ, 4-րդ անձին օտարելու համար, նույնիսկ լինելով քննության փուլում։ Եվ հատկապես մենք խնդրել ենք նույնիսկ բերեն մի հատ կետ մեկ, ասենք, ապացույց տան, որ պարոն Մարգարյանը որևէ մի բան առնչություն անեցեք, ես չեմ ուզում պարոն Մարգարյանը շահարկեմ, բացապես քանի որ այս գործն է բերում թիրախավորված այդ ուղղությամբ եւ իմ պաշտպանյաներին, այսպես ասած, զոհ են դարձնում, թիրախավորում են այս նկատառումներով, ընդհանրապես ասենք մի հատ կապ ցույց տվեք, նույնիսկ հեռախոսակապ, նույնիսկ որևէ եղանակով, որը կարա շինծու գործարքի բացահայտման հիմք հանդիսանա, ընդհանրապես նման ապացույց չկա։ Եվ բնականաբար ակնհայտ է, որ սա հերթական շինծու գործն է, որը փորձների հարության աշկակապանք անեն եւ աշկակապանքի անունով որոշակի դիրիժորներ փորձեն, ասենք, հանրությանը կրկին մոլորեցնելու եւ ըստ էության նաեւ իրենց քաղաքական նկատառումներով գործիք դարձնեն։ Ես կարծում եմ մեր հանրությունը ժամանակն է, որպես մի քիչ էլ ինքն էլ խելքի գա եւ ըստ էության հասկանա թացը չորից եւ միաժամանակ չդրվի սադրանքների։ Պաշտպանյանները որևէ հանցանք չեն կատարել, իրենց լիազորությունները սահմանում են գործել։ Մնացած պաշտպանյանները նրանք աճուրդի մասնակիցներ են կամ համայնքի տաղապետներ, նախկին Արտավազդ Սարգսյան, ըստ էության նրանք բոլորը իրենց լիազորությունների սահմաններում են, ամեն մեկը իր ֆունկցիոնալ։ Իսկ աճուրդի մասնակիցներն են, մեկը մասնակիցել է, մյուսը ըստ էության հաղթող է։ Ես ունեմ պաշտպաններ, ով մասնակցել է, ընդհանրապես չի հաղթել աճուրդին։ Այսինքն իրանք դիտարկում են, որ բոլորը համակարգվել են մի տեղից։ Իրավաբանները նկատում են, որ գործի քննությունը հենվում է մասնավորապես հողատարածքների օտարման մեխանիզմների, ձևական աճուրդների վրա, որոնց իրավաչափությունը եւ մրցակցային բնույթը այս պահին լրջորեն վիճարկվում է։ Վարույթն իրականացնող մարմինը պնդում է, որ հողատարածքները օտարվել են մերձավոր անձանց շուկայականից ցածր գներով, ինչը ըստ մեղադրանքի կատարվել է նախապես ծրագրված գործողությունների շղթայի միջոցով։ Բայց փաստաբանական կողմը հակադարձում է, պնդելով, որ այդ ժամանակահատվածում իրականացված գործարքները համապատասխանել են գործող օրենքներին, իսկ աճուրդները անցկացվել են օրենքով սահմանված կարգով։ Բացի այդ, ըստ պաշտպանների, եթե նույնիսկ կան անհամապատասխանություններ, ապա դրանց վերաբերյալ գործերը արդեն իսկ նախկինում քննարկվել են եւ չեն հանգեցրել իրավական հետևանքների։ Մերձագրված արարքի մասով խոսքը վերաբերում է փողերի լվացմանը։ Առնվազն վարույթն իրականացնող մարմինը պետք է ապացուցեր հիշյալ գործընթացի ժամանակ իմ պաշտպանյալի եւ գործով անցնող այլ անձանց միջև այսպես ասած շատից քչից կայուն կապը կամ որևէ կապի առկայությունը, նաև պետք է ապացուցեր կամ գոնե ինչ-որ ապացուցողական զանգվածություններ փաստակազմ ունենալ, որով ապացուցվեր այս գործողություններից իմ պաշտպանյալի որևէ տեսակի շահը, օգուտը կամ նպատակադրվածությունը, որը այս շրջանակներում մենք չունենք։ Ըստ էության, եթե չլիներ Տարոն Մարգարյան որպես այդպեսին քաղաքական դեմքը, ապա ես չեմ կարծում, որ կլինեին նաև այս գործերը։ Իրականում դժվար է իրավական մեկնաբանություն տալ մի process-ին, որտեղ իրավական ոչինչ չի կարելի գտնել, պետք է նշեմ, որ ոչ թե պաշտպանական կողմի հույսը դիցուկ որևէ ապացույցի անթույլատրելությունն է կամ ապացույցների ծավալի պակաս լինելը, այլ ընդհանրապես որ այդ գործողություններում որևէ քրեորեն պատժելի արարք չկա։ Այս պահին դեռևս վաղ է կանխատեսել, թե ինչ ավարտ կունենա քրեական այս գործը, բայց մի բան հստակ է, գործի ընթացքն ու դրա շուրջ ծավալվող քննարկումները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ, փաստարկված եւ զերծ քաղաքական շահարկումներից, իսկ արդարադատությունը երբեք չպետք է դառնա քաղաքական գործիք։ Լոռու մարզային քննչական վարչությունում բացահայտվել է համարձակ եւ վտանգավոր ավազակային հարձակում։ 3 անձի նկատմամբ նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել դատարան։ Հետաքննությամբ պարզվել է, որ այս տարվա մարտի 14-ին Վանաձորում 2 տղամարդ ներխուժել են բնակարան, նրանց ձեռքում եղել են ատրճանակներ։ Թիրախում բնակարանը եւ անչափահաս երեխայի ներկայությամբ միայնակ կինն է եղել։
Զինված տղամարդիկ զենքը պահել են մոր եւ երեխայի ուղությամբ, պահանջել ոսկեղեն եւ գումար։ Սարսափի մեջ հայտնված կինը ննջարանից բերել է զարդատուփն ու հանցագործներին փոխանցել։ Դեպքի կիզակետում արդեն հանրությանը հայտնի Տիգրան Ուլուբաբյանն է։ Իդեպ, այս տղան տևական ժամանակ տարբեր լրատվամիջոցների, այդ թվում մեզ դիմելով պնդում էր, որ իրեն խոշտանգել են եւ որ ինքն անմեղ է։ Սակայն քննության ընթացքում նրա մեղքն ապացուցող բազմաթիվ ապացույցներ են ձեռք բերվել։ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախաձեռնած քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհու բնակարան, ատրճանակները պահել վերջինիս եւ նրա անչափահաս երեխայի ուղությամբ, ապա ատրճանակի սպառնալիքով պահանջել ոսկյա զարդեր եւ գումար։ Տանտիրուհին ննջասենյակից վերցրել եւ զարդատուփով նրանց է փոխանցել 7 հատ ոսկյա զարդ։ Վարույթն իրականացնող մարմինը 3 անձի մասով գործը ուղարկել է դատարան։ 2025 թվականի մարտի 14-ին Վանաձոր քաղաքի բնակչուհուց հանցանքի մասին պատշաճ հաղորդման հիման վրա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 335-րդ հոդվածի առաջին մասով Նախաքննության ընթացքում ապացույցների բավարար համակցության հիման վրա 4 հոգու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 2 հոգու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 335-րդ հոդվածի առաջին մասով, իսկ մյուս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հավասարակության կազմակերպիչ եւ օժանդակող։ Հիշեցնենք, որ սույն գործով էր անցնում նաեւ Տիգրան Ուլուբաբյանը։ Նախկին մեր թողարկումներից մեկի ժամանակ ներկայացրել ենք Ուլուբաբյանի պատմությունը, անդրադարձել գործի որոշակի մանրամասների եւ զրուցել հենց Ուլուբաբյանի հետ։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ուլուբաբյանը իր 3 ընկերների հետ կազմակերպել է Վանաձոր քաղաքի բնակչուհու բնակարանից ավազակության ոսկյա զարդեր հափշտակելու հանցանքը, այնուհետև Ուլուբաբյանի 2 ընկերները դիմակավորված մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհու տուն, ատրճանակների սպառնալիքով պահանջել եւ վերջինից ստացել են ոսկյա զարդեր, որից հետո վերցնելով ոսկյա զարդերը դիմել են փախուստի։ Չնայած այս ամենի վարույթն իրականացնող մարմնի մոտ եղած փաստական հանգամանքները բավարար էին գործը դատարան ուղարկելու համար։ Նախաքննության ընթացքում Ուլուբաբյանի եւ իր 3 հանցակիցների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը 2 ամիս ժամանակով, իսկ մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, չի հայտնաբերվել նախաքննության ընթացքում կատարված վարույթային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում վերջինս չի հայտնաբերվել եւ սահմանված կարգով հայտարարվել է հետախուզում։ Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մեկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում։ 3 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Իսկ այս պահին կարևոր է իմանալ էջն է, որտեղ ձերից խնդրանքով եւ հենց ձեր կողմից ուղարկված նամակների եւ տեսաուղերձների միջոցով մենք անդրադառնում ենք բոլոր այն հարցերին, որոնց պատասխանները կարևոր են ձեր խնդրի լուծման համար։ Եվ ուրեմն այսօրվա իմ հյուրն է Փորձաքննությունների ազգային բյուրոյի նյութագիտական փորձաքննությունների բաժնի պետ Աննա Թովմասյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ ինձ հրավիրելու համար։ Ես ուզում եմ այս պահին դիտել կարճ տեսանյութ, հասկանալ թե ինչի մասին ենք մենք խոսելու եւ ինչ խնդիր է բարձրաձայնել մեզ դիմող քաղաքացին, նոր դրանից հետո արդեն շարունակել զրույցը։ Շատ բարի։
Պատահաբար տեսա, որ մի երիտասարդ ինչ-որ բան է տեղադրում մեր տան հարակից այգում։ Հետաքրքրությունից դրդված վերցրի տեղադրած փաթեթն ու բացեցի։ Պարզվեց, որ ներսում թմրանյութ է։ Հասկացա, որ կարող եմ խնդիրներ առաջացնել ինձ համար եւ դեն նետեցի փաթեթն ու հեռացա։ Անցել են օրեր եւ ես քննչական մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցում եմ ստացել։ Մտավախություն ունեմ, որ դրա համար են կանչում։ Հնարավոր է փաթեթի վրա իմ թողած հետքը պատճառ հանդիսանա ինձ վարույթն իրականացնող մարմին կանչելու։ Ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ վերջին շրջանում նմանատիպ դեպքերը շատ են, մենք ամեն օր բախվում ենք նմանատիպ դեպքերի, ականատեսը լինում, ցավոք սրտի անգամ որոշ դեպքերում անտարբերության մատնում եւ որևէ կերպ իրավապահ համակարգին չենք օգնում, չենք տրամադրում տեղեկատվություն, ինչը բերում է նրան, որ ամեն պատի տակ, ամեն շքամուտքի դիմաց փաստորեն տեղադրվում են թմրանյութեր եւ վտանգում մեր երեխաների ապագան։ Կխնդրեմ ամփոփ ներկայացնել տեղեկատվություն այ բարձրաձայնված խնդրի վերաբերյալ։ Հետքեր կարող են պահպանվել եւ այդ հետքերը կարող են պատճառ հանդիսանալ հետագայում քրեական հետապնդման ենթարկվելու համար։ Այո։ Ելնելով մեզ ներկայացված փորձաքննությունների, այսպես ասած, ստատիստիկայից, վիճակագրություններից, այո, վերջին շրջանում բավական շատ են նմանատիպ տեղադրված եւ հայտնաբերված փաթույթներով նշանակված փորձաքննությունները, որը հիմնականում նշանակվում է համալիր փորձաքննությունների շրջանակներում համալիր դատանյութագիտական, դատագենետիկական կամ կարող է լինել նաեւ դատանյութագիտական, դատահետքաբանական, դատագենետիկական համալիր փորձաքննությունների շրջանակներում է իրականացվում եւ նախաձեռնող մարմնին հետաքրքրող հարցերը հետեւյալն են. նախ եւ առաջին ձեր կողմից բարձրաձայնված հարցի հետ կապված մատնահետքեր առկա են թե ոչ եւ դրանք հետագայում եթե հայտնաբերվում են մեր փորձաքննության համապատասխան հետքաբանական փորձաքննության շրջանակներում, եթե մատնահետքեր հայտնաբերվում են, այնուհետև ներկայացվում են կասկածելի անձին, որից վերցվում է մատնահետքեր, եթե դրանք նույնականացման համար պիտանելի մատնահետքեր են լինում, նույնականացման արդյունքում հաստատվում է տվյալ անձի մատնահետքն է թե ոչ։ Նույնը նաև գենետիկական առումով առաջադրվող հարցերից է այնտեղ գենետիկական նմուշներ պահպանվել են թե ոչ, հնարավոր է անջատել դնեթե թե ոչ, այն պատկանում է տղամարդու թե կնոջ եւ հետագայում անգամ այդ հարցը կարելի է այսօր փորձաքննությամբ բարձրացնել։ Այո, եւ մենք ունենք բազմաթիվ դեպքեր հենց նմանատիպ փաթույթների շրջանակներում, որ հայտնաբերվել են հետքեր եւ այնուհետև ներկայացվում է նախաձեռնող մարմնի կողմից կասկածելի անձը, որից վերցվում է գենետիկական նմուշ, որը համեմատվում է, այո, նույնականացվում է, որը կարող է նույնական լինել, կարող է եւ չլինել, այնտեղ լինեն այլ անձանց կամ անձի, այսպես ասած, գենետիկ նմուշներ։ Այսինքն բարձրաձայնված խնդրում մենք հստակ կարող ենք հասկանալ, որ եթե իրոք նշանակվել է փորձաքննություն, ապա միանշանակ մատնահետքեր առկա են եւ հայտնաբերվել են։ Այո, իհարկե լինում են դեպքեր, եթե հետքերի քանակությունից կախված նաև դրանք կարող են լինել ոչ պիտանի հետազոտության համար կամ ոչ բավարար, օրինակ գենետիկական նմուշ անջատելու եւ նույնականացնելու համար։ Սակայն մենք մեր ունեցած, այսպես ասած, վիճակագրությունից մինչ այժմ կատարված փորձաքննություններից եւ այլն ելնելով գրեթե մեծ մասամբ հայտնաբերվում են այդտեղ գենետիկ նմուշներ եւ դրանք հիմնականում մեծամասամբ համընկնում են նախաձեռնող մարմնի կողմից կասկածելի անձանց, այսինքն ում որ վարույթ իրականացնող մարմինը կասկածում է այդ անձանց նմուշների հետ։ Նաև ունեցել ենք դեպքեր, երբ որ դատագենետիկական փորձաքննությամբ փաթույթի արտաքին մակերեսին հայտնաբերվում է մեկ այլ անձի գենետիկ նմուշ, իսկ բուն փաթեթի վրա մեկ այլ անձի գենետիկ նմուշ, այսինքն պարտադիր չի, որ նույն անձի նմուշը լինի բոլոր տեղերում։ Կարող է այդ անձը մեկ անձ պատրաստի, փաթեթավորի, կշռի, լցնի փաթույթի մեջ, փաթեթավորի, իսկ մեկ այլ անձը դա տանի եւ տեղադրի համապատասխան վայրերում։ Եվ այդտեղ հնարավոր է մեկից ավել անձանց հետքեր հայտնաբերվեն։ Այո, երբ որ այդտեղ հայտնաբերվում է մեկից ավել անձանց դեպքեր, նույնը այս պարագայում, եթե անձը կոնկրետ ձեռքերով դիպչել է այդտեղ եւ նրա կողմից թողնված կենսաբանական հետքերը բավարար են նույնականացման համար, բնականաբար իր գենետիկ նմուշը արդեն հայտնաբերվելու է, իսկ հարցի երկրորդ կողմն է, թե նա որքանով է, այսպես ասած, ներառված թմրաշրջանառության այդ շղթայի մեջ, թե ոչ, դա արդեն իրավական գործընթացներ, հենց այս մասով ուզում եի ասել, որ
հնարավոր է հենց այս նույն քաղաքացին պաշտպանվի այն հանգամանքով, որ ասի խնդրում եմ արյան փորձաքննություն իրականացրեք եւ պարզեք, որ երբևէ ես նման թմրանյութեր չեմ օգտագործել, կախվածություն չունեմ եւ հնարավոր է դա պարզել եւ արդյոք եթե հնարավոր է պարզել, որքան ժամանակաշրջան պետք է անձը օգտագործած լինի, որ հայտնաբերվի, գուցե ամիսներ առաջ է օգտագործել, գուցե 1 շաբաթ առաջ, այսինքն դա հնարավոր է հստակ հասկանալ։ Այո, նշեմ, որ այստեղ նշանակված փորձաքննության շրջանակներում բացի գենետիկ նմուշի հայտնաբերումից կարևոր է նաև անձին պատասխանատվություն ենթարկելու համար, թե փորձաքննության այդ ներկայացված զանգված, այսինքն փաթեթի մեջ գտնվող, փաթեթի մեջ լցված զանգվածը ինքը թմրանյութ իրանից ներկայացնում է, թե ոչ։ Միգուցե դա թմրանյութ չի, ուղղակի ինչ-որ զանգված, որի համար անձը պատասխանատվություն չպետք է չէ կրի, այդտեղ արդեն իրականացվում է դատանյութագիտական փորձաքննություն եւ արդեն որոշվում է միջի բաղադրատարը։ Եթե թմրամիջոց է կամ հոգեմետ նյութ է, ապա ինչ տեսակի, ինչ քանակությամբ, որովհետեւ չափաքանակից ելնելով եւս իրավական գնահատականը տարբեր է, բոլորս լավ գիտենք, չէ՞։ Նշենք չափաքանակները նաև, որպեսզի մեր հեռուստադիտողների համար պարզ լինի։ Չափաքանակները սահմանվում են ուրեմն կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2018 թվականի հունիսի 27-ին կառավարության 707N որոշում գոյություն ունի, որով սահմանված են հսկվող նյութերի համապատասխան հավելվածները։ 5 հավելվածներ գոյություն ունեն, որոնցից առաջինը հենց իրենից ներկայացնում է թմրամիջոցների եւ հոգեմետ հոգեներգործուն նյութերի մանր չափերը սահմանվող հավելվածն է, որտեղ հստակ անուններով, ինչպես նաեւ մանր մասերի չափաքանակներով սահմանվում է թմրամիջոցի տեսակը եւ չափաքանակը։ Ասեմ, որ թմրամիջոցի տեսակից կախված չափաքանակը եւս տարբեր է։ Միանշանակ ինչ-որ մի ցուցանիշ գոյություն չունի, եթե այսքան գրամ է վերջ, ուրեմն տարածվում է բոլոր թմրամիջոցների համար։ Ոչ, այդպես չի։ Օրինակ Հայաստանում լայն տարածում ունեցող մարիխուանային, եթե անդրադառնանք, նրա համար քրեական, այսպես ասած, պատիժը սահմանվում է 2.5 գրամ եւ ավելի չափաքանակի պարագայում, որը արդեն զգալի, այսպես ասած, չափաքանակն է։ Իսկ օրինակ մետամֆետամինի համար դա արդեն 0.05 գրամն է։ Չափաքանակները խիստ տարբեր են կախված թմրամիջոցի, այո, տեսակից, որովհետեւ չափաքանակներն էլ որոշվում են ըստ նրա թողած ազդեցության աստիճանից։ Անդրադառնանք տոքսիկոքիմիականին, այո, մենք ունենք նաև շատ դեպքեր, երբ որ համալիր փորձաքննություններով կամ կարող են առանձին նշանակել նախաձեռնող մարմնի կողմից, անձի կողմից թմրամիջոցի օգտագործման փաստը պարզելու համար։ Մեծ, մազ, արյուն, կենսաբանական նմուշները դրանք են, որոնցով իրականացվում են թունաբանական այդ հետազոտությունները։ Իհարկե ժամանակահատվածը դուք որ նշեցիք, դրանք եւս կախված են թմրամիջոցի տեսակից, անձի օրգանիզմի առանձնահատկություններից, օգտագործման հաճախականությունից, եթե անձը քրոնիկ օգտագործող է, բնականաբար ավելի երկար է պահպանվում նրա օրգանիզմում այդ թմրամիջոցի, այսպես ասած, հետքերը, մետաբոլիտները ու այս ամբողջ գործոնները ազդեցություն ունեն նրա օգտագործման փաստի պարզման հետ կապված։ Նշեմ, որ մազի նմուշում ամենաշատ ինֆորմացիան կրում է մազի նմուշը, որով եւ իրականացվում է վաղեմության որոշումը։ Մեր մոտ այդ փորձաքննությունները իրականացվում է թունաբանական փորձաքննությունների բաժանմունքի կողմից։ Ես հենց ուզում եի այդ մասին նշել, քանի որ փորձաքննության պատասխանը շատ կարևոր է եւ կարծում եմ հենքային է վարույթն իրականացնող մարմնի համար մեղադրանք առաջադրելու համար, հենց այդ արժանահավատությունը թերևս պետք է դնել հիմքում, թե ինչ արժանահավատության շեմ ունենք մենք բարձր, որպեսզի կարողանանք բոլոր հարցերի պատասխանը ունենալ այս դեպքում։ Անդրադառնամ շատ լավ հարցեր արժանահավատության այո շեմին, նշեմ, որ մեր մոտ փորձաքննությունները, բոլոր փորձաքննությունները իրականացվում են գիտականորեն հիմնավորված եւ հաստատված մեթոդների, մեթոդիկաների կիրառմամբ ժամանակակից գերզգայուն սարքավորումների օգտագործմամբ, որոնց մեջ ներդրված են համապատասխան հետազոտման մեթոդներ, առկա են թարմացված, այսպես ասած, գրադարաններ, որոնցով նույնականացում է իրականացվում այդ կոմպոնենտի բաղադրիչի հետ եւ փորձաքննության արդյունքում այդ սարքավորումների կողմից 90 եւ ավելի տոկոս ճշգրտությամբ, նույնիսկ դեպքեր 99% ճշգրտությամբ անվանումը, այսպես ասած, իդենտիֆիկացնում է, որ այսինչ անվանումով նյութն է, նույնիսկ մենք նախկինում ունեցել ենք դեպքեր նյութագիտական առումով, երևի ծանոթ եք սպայսներին, ժամանակակից սերնդի թմրամիջոցներին, որոնք
օր-օրի այսպես թարմացվում են բազան եւ այլն, այո, ցավոք սրտի, որոնք բավական վտանգավոր թմրամիջոցներ են եւ ունեցել ենք դեպքեր, հայտնաբերել ենք կոմպոնենտը, որը դեռևս մեր ցանկում ինքը հսկվող նյութ չէր, սակայն մեր կողմից, մեր սարքավորումների կողմից դա հայտնաբերվել էր, իդենտիֆիկացվել ու բավական բարձր ճշգրտությամբ, այսպես ասած, կոմպոնենտը իդենտիֆիկացվել էր, որը դրսում մի շարք այլ երկրներում հսկվող էր եւ ներառված էր համապատասխան ցուցակներում։ Այսինքն մենք այս պահին ունենք արժանահավատության բարձր ցուցանիշ, այո, մենք բնականաբար նաեւ քննչական մարմինը եւ հասարակությունը հասկանում է, որ ամեն ինչ կախված է հենց այս փորձաքննությունների պատասխաններից, այնպես որ կարծում եմ մեր այսօրվա զրույցը էապես կնպաստի, որպեսզի այս պահին մեզ դիտող քաղաքացիները հասկանան, եթե անգամ տեսնում են նմանատիպ փաթեթներ, որոնք տեղադրված են անհասկանալի ինչ որ վայրերում տեղադրված, ձեռք մի տվեք, որովհետև եթե օրինակ տարածքում չլինեն տեսանկարահանող սարքեր եւ չլինեն վկաներ, դուք շատ մեծ դժվարությամբ կկարողանաք ապացուցել վարույթն իրականացնող մարմին, որ որևէ առնչություն չունեք դրա հետ։ Այնպես որ, ինչպես ասում են, զգուշավոր եղեք եւ այս տեղեկատվությունը թող ձեզ օգնի ճիշտ կողմնորոշվելու նմանատիպ իրավիճակներում պարզապես ահազանգելու ոստիկանություն եւ ասելու, որ այստեղ կասկածելի իր է դրված կամ նկատեցի, որ մեր տարածքում ինչ որ մեկը կասկածելի իր դրեց, խնդրում եմ եկեք եւ հասկացեք, թե ինչի մասին է խոսքը։ Իհարկե անտարբեր լինել եւս պետք չէ։ Այո, վախնել է։ Ես հասկանում եմ, որ մեր հեռուստադիտողները եւ մեր քաղաքացիները նաեւ վախենում են ավելնորդ քաշքշուկների մեջ չընկնել, բայց այսպես ասած մեր այդ վախը եւ մեր անտարբերությունը բերում է անդառնալի հետևանքների եւ ամենաթողության եւ հենց այդ մասին է վկայում այն, որ այսօր փաստացի շատ մեծ չափերով թմրանյութ է տարածվում մանավանդ Տելեգրամյան հարթակում։ Տելեգրամյան հարթակներում բավական շուտ։ Մեր նկարահանող խումբը եղել է ազգային փորձաքննության բյուրոյի գրասենյակում, նկարահանել է ողջ գործընթացը, պարզել է բազմաթիվ մանրամասներ եւ շատ հետաքրքիր դրվագներ է ներկայացվել։ Ես առաջարկում եմ որպես մեր ամփոփ հարցազրույցի ամփոփ տեղեկատվություն դիտել հենց այդ տեսանյութը։ Սակայն կրկին հիշեցնում եմ, որ այս պահին ձեր էկրաններին հայտնվել են հեռախոսահամարներ եւ տվյալներ, որոնցով կարող եք զանգ տալ, ուղարկել ձեր նամակները կամ տեսաուղերձ ուղարկել մեզ, խնդրելով ներկայացնել այն բոլոր հարցադրումները, որոնք կարեւոր են ձեր պատասխանների եւ ձեր խնդրի պատասխանները ստանալու համար։ Դիտեք տեսանյութը, իսկ ես հիշեցնեմ, որ մենք շարժվում ենք հանցանքի հետքով։ Ապօրինի թմրամիջոցների շրջանառությունը ոչ միայն չի նվազում, այլև տարեցտարի դառնում է ավելի բազմազան ու վտանգավոր։ Եթե անցյալում գերակշռում էին բուսական ծագման թմրամիջոցները, կանեփը, ափիոնը, ապա այսօր հայկական իրավապահ համակարգը բախվում է նոր վտանգի։ Սինթետիկ եւ կիսասինթետիկ թմրամիջոցները ավելի արագ են ներթափանցում շուկա, ներգրավում ավելի երիտասարդ սպառողների, իսկ նրանց քողարկման մեթոդները դառնում են գրեթե կինոմատոգրաֆիկական։ Այդ մարտահրավերների առաջնագծում է գտնվում փորձաքննությունների ազգային բյուրոն։ Սա Հայաստանի միակ դատափորձագիտական կառույցն է, որն ունի նյութագիտական, դատագենետիկական եւ նյութաբանական փորձաքննությունների ամբողջական լաբորատոր ներուժ։ Բայց ինչ է իրականում տեղի ունենում այս լաբորատորիաների փակ դռների ետևում։ Բյուրոյի նյութագիտական փորձաքննությունների բաժնի ներկայացուցիչները նշում են, որ թեև ամենահաճախ հանդիպող թմրամիջոցը մնում է մարիխուանան, վերջին տարիներին մեծ թվով աճել է սինթետիկ ծագման թմրամիջոցների քանակը։ 2022 թվականից բյուրոն համալրվել է նոր սարքավորումներով եւ մեթոդաբանությամբ, ինչի արդյունքում սկսել են իրականացվել դատագենետիկական փորձաքննություններ։ Դեռևս 2022 թվականին իրականացված համալրումների արդյունքում ձեռք բերելով անհրաժեշտ արտադրական սարքավորումային համալիրներ եւ ներդնելով հետազոտության ժամանակակից նոր մեթոդներ, փորձաքննությունների ազգային բյուրոյում սկսվեց իրականացվել դատական փորձաքննությունների կարևոր տեսակներից մեկը դատագենետիկական փորձաքննությունը կենսաբանական բոլոր տեսակի նմուշներով, այդ թվում թուկ, արյուն, սերմնահեղուկ, փափուկ հյուսվածքներ, պինդ հյուսվածքներ ներդրվել են անջատման տեսանկյունից խնդրահարույց նմուշներից ԴՆԹ անջատման գիտականորեն հիմնավորված նոր մեթոդներ։
Հատկանշական է, որ ներկայումս բավականին աճել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերով նշանակվող փորձաքննությունների թիվը։ Կատարված փորձաքննությունների արդյունքում հետապնդվող անձանցից կամ տրանսպորտային միջոցից դուրս նետված կամ իրացման նպատակով ինչ-որ վայրում տեղադրված փաթեթների տարբեր շերտերից հնարավոր է ստանալ ԴՆԹ բնութագրեր, որոնք հետագայում համեմատվում են արդեն կասկածյալ անձանց ԴՆԹ բնութագրերի հետ եւ այսպիսով նպաստում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի լիարժեք բացահայտմանը, ինչպես նաեւ դրանց հետ առնչություն ունեցող շրջանակների լիարժեք պարզմանը։ Եթե նախկինում թմրամիջոցների առևտուրը կատարվում էր փողոցներում կամ փակ սենյակներում, ապա մեր օրերում այն տեղափոխվել է թվային դաշտ։ Telegram, WhatsApp եւ Signal հարթակները դարձել են թմրաբիզնեսի հիմնական գործիքակազմը։ Համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի ղեկավար Աշոտ Ադամյանը վերջերս է վերադարձել Բուդապեշտից, որտեղ մասնակցում էր Միջազգային իրավապահ ակադեմիայի կազմակերպված Կիբերդարկ վեբի եւ վիրտուալ արժույթի հետաքննություն թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացին։ Իր խոսքով, երբեմն անգամ մեկ լուսանկարի մետատվյալները կարող են օգնել բացահայտել թմրաշրջանառության ողջ շղթան։ Մենք զբաղվում ենք քրեական վարույթ իրականացնող մարմինների կողմից նշանակվող համակարգչատեխնիկական փորձաքննություններով, որոնց շրջանակներում իրականացնում ենք համակարգիչների, բջջային հեռախոսների, սմարթֆոնների, պլանշետների եւ այլ համակարգչային սարքավորումների ծածկագրերի հայտնաբերում եւ շրջանցում, ինչպես նաեւ դրանցում տեղակայված հաղորդակցության համար նախատեսված հավելվածների, ինչպիսիք են Telegram, WhatsApp եւ Signal բջջային հավելվածները, այսինքն մեր մոտ կիրառվող հատուկ փորձագիտական ապարատածրագրային միջոցներով հնարավոր ենք դարձնում տվյալ սարքավորումների եւ դրանցում տեղակայված հավելվածների ապաբլոկավորումը, ծածկագրերի բացումը, որից հետո արդեն իրականացում է դրանում առկա տեղեկատվության, այդ թվում հաղորդագրությունների, լուսանկարների, տեսանյութերի, ձայնային հաղորդագրությունների վերլուծություն, վերցանում, ինչպես նաև վերականգնում։ Բացի դրանից փորձագիտական նշված մեթոդներով կատարում ենք նաև բջջային հեռախոսներից ու այլ սարքավորումներից նաև ճնշված տեղեկատվության վերականգնում, մետատվյալների վերլուծություն։ Թմրաբիզնեսի ժամանակակից գործիքակազմը ներառում է ոչ միայն գաղտնագրված հաղորդագրություններ, այլև կրիպտոարժույթներով անանուն գործարքներ։ Ներկայումս թվային հարթակներում թմրանյութերի ապօրինի շրջանառության ամենատարածված մեթոդներից մեկը, այսպես կոչված dead drop մեթոդն է։ Վաճառողների թմրանյութերը թաքցնելով ինչ-որ վայրերում, այնուհետև գնորդից գումարը ստանալուց հետո դրանց տեղակայման վայրի լուսանկարները ուղարկում են գնորդին։ Բաժինը օժանդակում է քննիչներին եւ օպերատիվ ստորաբաժանումներին, ապահովում ենք այն ապացույցները, որոնց միջոցով հնարավոր է դառնում ոչ միայն բացահայտել կոնկրետ հանցագործության դեպքը, այլ նաեւ կանխել դրա հետագա տարածումը։ Պահպանման խիստ ռեժիմ բյուրոյի ներսում թմրամիջոցների հետ կապված յուրաքանչյուր օբյեկտ պահվում է բացառապես փորձագետի հսկողության տակ։ Նույնիսկ կարճ բացակայության դեպքում նմուշները տեղափոխվում են փակ պահարաններ։ Ամեն մանրուք հսկվում է, քանի որ ցանկացած կորուստ կարող է ոչ միայն վարկաբեկել աշխատանքը, այլև հանգեցնել քրեական պատասխանատվության։ Global Sparnalik հասարակության համար վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2020 թվականին աշխարհում շուրջ 280 միլիոն մարդ օգտագործել է թմրամիջոցներ։ Դա յուրաքանչյուր 18-րդ մեծահասակն է։ Դե պատկերացրեք, որքան են թվերն աճել մեր օրերում։ Իսկ սա արդեն ոչ միայն իրավապահների, այլև հանրային առողջության ու անվտանգության խնդիր է։ Փորձաքննությունների ազգային բյուրոն այսօր պայքարում է թմրամիջոցների դեմ միանգամից 3 ճակատում՝ քիմիական լաբորատորիաներում, ԴՆԹ հետքերի վերլուծության ժամանակ եւ թվային տարածքում։ Այս աշխատանքը մեծ մասամբ անտեսանելի է հասարակության աչքին, բայց առանց դրա անհնար կլիներ բացահայտել եւ կանխել հանցագործությունների մեծ մասը։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը շարունակում է մնալ համաշխարհային
աշխարհային մարտահրավեր, սակայն Հայաստանի փորձագետները այսօր արդեն զինված են ժամանակակից սարքավորումներով, գիտականորեն հիմնավորված մեթոդներով եւ միջազգային փորձով, ցույց տալով, որ թմրաբիզնեսի չակերտավոր խորամանկությունները երկար կյանք չունեն։